Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը եւ Իրանը համաձայնել են լիարժեք եւ ամբողջական հրադադարի։ Գիշերը Թրամփը Truth Social հարթակում գրել է, որ առաջիկա ժամերին, երբ երկու երկրներն ավարտեն ընթացքի մեջ գտնվող իրենց վերջին գործողությունները, 12-ժամյա հրադադար կլինի, ինչից հետո պատերազմը կհամարվի ավարտված։ Պաշտոնապես Իրանը կսկսի հրադադարը, իսկ 12 ժամ անց Իսրայելը կմիանա հրադադարին։ 24 ժամ անց աշխարհը կողջունի 12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը։ Հրադադարների ընթացքում կողմերը կմնան խաղաղ եւ հարգալից, ենթադրելով, որ ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես պետք է, եւ այդպես էլ կլինի։ Ցանկանում եմ շնորհավորել Իսրայելին եւ Իրանին տոկունության, քաջության եւ խելքի համար, որոնք անհրաժեշտ էին ավարտելու այն, ինչը կստանա 12-օրյա պատերազմ անվանումը։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ եւ ոչնչացնել ամբողջ մերձավոր արևելքը, բայց դա տեղի չունեցավ եւ երբեք էլ տեղի չի ունենա։ Թրամփը նաև հայտարարել է, որ երկու երկրները գրեթե միաժամանակ են դիմել իրեն խաղաղության հաստատման համար եւ երկուսն էլ կտեսնեն մեծ սեր, խաղաղություն եւ բարգավաճում։ Մինչեւ հրադադարի լիարժեք ուժի մեջ մտնելը կողմերը վերջին հարվածներն են փոխանակել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ 20 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի հարավում գտնվող Բեեր-Շևա քաղաքում հարվածներից վնասվել է բնակելի շենք, զոհվել է առնվազն 4 մարդ։ Իսրայելն իր հերթին հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաքին եւ մի շարք շրջանների։ Գիլանի նահանգի իշխանությունները հայտնում են 9 զոհի եւ ավելի քան 30 վիրավորի մասին։ Իրանական SNN գործակալությունն էլ հայտնել է, որ Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է վերջին հրթիռները։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հրադադարն արդեն ուժի մեջ է մտել, կողմերին կոչ անելով պահպանել այն։ Հատկանշական է, որ հրադադարի մասին հայտարարություններին նախորդեց Իրանի հարվածը կատարում ամերիկյան Ալուդեիդ ավիաբազային, որը Թեհրանի պատասխանն էր իրանական միջուկային օբյեկտներին Միացյալ Նահանգների հարվածներին։ Իրանական հարվածների հետևանքով Պարսից ծոցի արաբական երկրները ժամանակավոր փակել էին իրենց օդային տարածքը։ Ավիաբազայի թիրախավորման հետևանքով ամերիկացիներ եւ կատարցիներ չեն տուժել։ Հարձակումից հետո Թրամփը գրառում էր կատարել Իրանի հարվածները որակելով թույլ։ Նա շնորհակալություն էր հայտնել Թեհրանին նախապես հարձակման մասին ծանոթելու համար, ինչը թույլ էր տվել խուսափել մարդկային կորուստներից։ Իրանը պաշտոնապես շատ թույլ է արձագանքել մեր կողմից իրենց միջուկային օբյեկտների ոչնչացմանը, ինչին մենք սպասում էինք եւ ինչին շատ արդյունավետորեն հակադարձել ենք։ Արձակվել է 14 հրթիռ, որից 13-ը խոցվել է, իսկ մեկը բաց է թողնվել, քանի որ գնում էր անվտանգ ուղղությամբ։ Ես ուրախ եմ հայտնել, որ ոչ մի ամերիկացի չի տուժել եւ գրեթե ոչ մի վնաս չի պատճառվել։ Ամենակարևորը նրանք պարպեցին իրենց զայրույթը եւ հուսով եմ այլևս ատելություն չի լինի։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Իրանին մեզ նախապես տեղեկացնելու համար, ինչը հնարավորություն տվեց, որ զոհեր եւ վիրավորներ չլինեն։ Գուցե հիմա Իրանը կարող էր շարժվել տարածաշրջանում խաղաղության եւ ներդաշնակության ուղղությամբ, եւ ես խանդավառությամբ կխրախուսեմ Իսրայելին անել նույնը։ Կատարը սակայն այլ տվյալներ է տրամադրել ամերիկյան ռազմակայանին հասցված հարվածների մասին։ Ըստ կատարցի ռազմական պաշտոնյայի Իրանն արձակել է 19 հրթիռ, որոնցից մեկը հարվածել է ռազմակայանին։ Ըստ Axios լրատվական հարթակի հրադադարի համաձայնությունը ձեռք է բերվել Կատարի եւ Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Իսրայելական եւ իրանական կողմերն արդեն արձագանքել են հրադադարի համաձայնությանը։ Իսրայելի վարչապետի գրասենյակից հաստատել են, որ հրադադարի մասին Վաշինգտոնի առաջարկն ընդունել են, բայց խիստ կարձագանքեն ցանկացած խախտման։ Իսրայելը հասել է արթնացող առյուծ գործողության բոլոր նպատակներին եւ շատ ավելի։ Իսրայելը վերացրել է անմիջական էկզիստենցիալ սպառնալիքը թե միջուկային, թե բալիստիկ հրթիռների ոլորտներում։ Իսրայելի պաշտպանության բանակը լիարժեք օդային վերահսկողություն է հաստատել Թեհրանի երկնքի նկատմամբ, լուրջ վնաս է հասցրել ռազմական ղեկավարությանը եւ ոչնչացրել Իրանի կառավարության տասնյակ թիրախներ։ Իրանի արտգործնախարարն իր հերթին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի ցանկանում սրել իրավիճակը տարածաշրջանում։ Մեր հզոր զինված ուժերի ռազմական գործողությունները ուղղված պատժելու Իսրայելին իր ագրեսիայի համար շարունակվել են մինչև վերջին պահը գիշերվա ժամը 4-ը։ Բոլոր իրանցիների հետ միասին ես շնորհակալություն եմ հայտնում մեր խիզախ զինված ուժերին, որը պատրաստ է պաշտպանելու մեր երկիրը մինչև արյան վերջին կաթիլը եւ որը պատասխանել է մեր թշնամու ցանկացած հարձակման մինչև վերջին րոպեն։ Արարչին նաև նախազգուշացրել է Միացյալ Նահանգների կողմից հետագա գործողությունների դեպքում Իրանը պատասխան հարված կտա։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։